Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Պատերազմի 6-րդ օրը Իրանը ըստ պաշտոնական Բաքվի հարվածել է Նախիջևանին, Թեհրանը հերքում է, Ադրբեջանը սպառնում է պատասխանով։ Terror aktını qətiyyətlə pisləyir. Ինչ է կատարվում հայ-իրանական սահմանին, ագարակ անցակետը նորից բացվել է քաղաքացիների համար։ Մեր երկրում խնդիրներին անհնար է դիմանալ։ Այնքան շատ են խնդիրները, որ էլ դիմանալու չէ։ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքից ազատ է արձակվել վերաքննիչի որոշմամբ։ Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Քաղաքական հայտ ներկայացրած Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ։ Ում սոցհարցումն է իրական Նիկոլ Փաշինյանի, թե Ռոբերտ Քոչարյանի թիմի իրականացրածը, երկու ուժն էլ պնդում են իրենք են հաղթելու։ Այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր թոշակների բարձրացումը կապել է իրենց սահմանած պարգևավճարների հետ։ Նախ մեր հարևանությամբ ծավալվող աննախադեպ իրադարձությունների մասին ըստ պաշտոնական Բաքվի Իրանը հարվածներ է հասցրել Նախիջևանին, այդ թվում օդանավակայանին։ Կա 4 տուժած։ Իրանի զինված ուժերը սակայն հերքել են, թե Նախիջևանին հասցված հարվածների հետևում Թեհրանն է եղել։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել եւ հայտարարել, որ երկրի զինված ուժերը բերվել են մոբիլիզացիոն թիվ 1 վիճակի։ Անկարանն էլ դատապարտել է Նախիջևանին հասցված հարվածը։ Ադրբեջանը չի հանդուրժի Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակումը եւ զինված ուժերին հանձնարարել է պատրաստել եւ իրականացնել պատասխան միջոցառումներ։ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հարձակումը որակել է մեջբերում են վաղկոտ տգեղ ահաբեկչական գործողություն, պահանջելով, որ Իրանը ներողություն խնդրի, իսկ կատարողներն անհապաղ պատժվեն։ Terror aktını qətiyyətlə pisləyir. Դիվանագիտական ուղիներով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մեր զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը եւ մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը թիվ 1 պատրաստվածության են բերվել եւ պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Առայժմ այսքանը։ Və bu terror aktını törədənlər Թե կոնկրետ ինչ գործողություններ կլինեն եւ արդյոք Ադրբեջանը Իրանին պատասխան հարված կհասցնի, դեռ պարզ չէ։ Բայց դեռ մարտի 3-ին տարածաշրջանային OSI մեդիա լրատվամիջոցը հղումանելով անկախ գազեթչիին գրել էր, թե Ադրբեջանը սկսել է զոր կուտակել Իրանի հետ սահմանին եւ իր զորքերը մարտական պատրաստության է բերել։ Հետաձգվել են սպաների ու զինվորների արձակուրդները։ Այսօրվա իր ելույթում Ալիևը հարկ է համարել երկար խոսել 2023 թվականին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակման մասին, նշել նաև, որ իրանական կողմին հատկապես անցած տարվա 12-օրյա պատերազմից հետո պարբերաբար տեղեկացրել են, Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան երկրի դեմ։ və onu da bildirməliyəm ki, Ադրբեջանը չի մասնակցել եւ չի մասնակցի Իրանի դեմ գործողության ոչ նախկինում, ոչ էլ հիմա։ Սա է մեր դիրքորոշումը, բայց մենք պաշտպանել ու պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային, պատրաստ ենք մեր ուժը ցուցադրել ցանկացած չար ուժի, եւ Իրանը չպետք է մոռանա սա։ o vaxt da bizdə şübhə yox idi ki, bunu törədən İran dövləti. Ալիևը նշել է, որ դեսպանատան վրա հարձակումից հետո Իրանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն Ադրբեջանի դեմ մեջբերում են զրպարտչական կեղտոտ արշավ էին վարում, Ադրբեջանին նարատավորելու եւ Իրանում ապրող իրենց հայրենակիցների տրամադրությունները փոխելու համար, որովհետեւ նրանք լավ գիտեն, որ այսօրվա Ադրբեջանը նաեւ հույսի վայր է Իրանում ապրող շատ ադրբեջանցիների համար։ Իրանում ապրող ադրբեջանցիներին Ալիևը կարծես պատահական չի հիշել։ Ընդամենը 1 օր առաջ Իրանում բնակվող մոտ 30 միլիոն ադրբեջանցիների ներկայացնող հարավային Ադրբեջանի համակարգող հարթակը նամակով դիմել էր Իլհամ Ալիևին եւ խնդրել անհապաղ միջոցներ ձեռնարկել պատերազմի ընթացքում իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Անվտանգության խորհրդի նիստից առաջ պաշտոնական Բաքուն հայտնել էր, որ Նախիջևանի օդանավակայանին իրանական անօդաչուներով հարձակման հետևանքով 4 մարդ է վիրավոր։ Վնասվել են տերմինալի շենքն ու թռիչքուղին։ Անօդաչուներից մի քանիսն էլ ընկել են այլ վայրերում, այդ թվում գյուղերից մեկի դպրոցի մոտ։
Ըստ իրանական պետական լրատվամիջոցների Իրանի զինված ուժերը հերքել է, թե հարվածել է Ադրբեջանին։ Ավելին, գլխավոր շտաբը պնդել է իրենց հետաքննությունը պարզել է, որ հարձակումն Իսրայելն է իրականացրել, որպեսզի Ադրբեջանը մեղադրի Իրանին ու սրվեն երկու երկրների հարաբերությունները։ Իրանի առնչությունը կասկածի տակ է դրել նաև Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, հայտարարելով, թե Թեհրանը չի թիրախավորում հարևան պետություններին։ Միաժամանակ իրանցի դիվանագետը նշել է, հարևան երկրների տարածքը թիրախավորվում է միայն այն դեպքում, երբ մեջբերում են թշնամական պետությունների այդ տարածքներում գտնվող ռազմաբազաները ակտիվ են եւ օգտագործվում են Իրանի անմեղ բնակիչների դեմ հարվածների նպատակով։ Նախիջևանի օդանավակայանի թիրախավորումից անմիջապես հետո Բաքվում Իրանի դեսպանը կանչվեց արտգործնախարարություն։ Մոջթաբա Դեմիրճիլուին բողոքի նոտա հանձնվեց։ Այն, որ հարձակումն անպատասխան չի մնա, հայտարարել էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, պնդելով, թե քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը մեջբերում եմ կատարվել է ռազմական որևէ անհրաժեշտության բացակայության պարագայում։ Նախիջևանի վրա հարձակումը խստորեն դատապարտել է պաշտոնական Անկարան, նշելով, որ սա մեծացնում է պատերազմի տարածման ռիսկը։ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին, ինչպես միշտ ասվում է արտգործնախարարության հայտարարությունում։ Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է, որ նման հարձակումները հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին եւ նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին։ Նախիջևանի վրա հարձակումն Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է նաեւ նրա իսրայելցի պաշտոնակիցը, հարձակումը համարելով բացարձակ անընդունելի։ Անվտանգությունից ելնելով Նախիջևան կատարվող չվերթները ժամանակավորապես վերաուղղորդվում են Թուրքիայի Իգդիր քաղաքի օդանավակայան։ Մինչ Թեհրանը հերքում է հարվածները Նախիջևանին, իսկ Բաքվում համար 1 պատրաստության են բերում զինված ուժերը, տեսնենք, թե ինչպես են այս իրադարձությունները մեկնաբանում քաղաքագետները։ Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը կարծում է, տեղի ունեցողը Իրանի զգուշացումներ Բաքվին չփորձել իր տարածքը Իսրայելի համար հարթակ դարձնել։ Կարծում եմ այնուամենայնիվ հարվածը իրականացել է հենց իրանական կողմը, հաշվի առնելով նաև օգտագործված այդ անօդաչու թռչող սարքը, տարածող այն վարկածները, որ այլ կողմեր կարող էին օգտագործել դրանք հենց Իրանին թիրախավորելու համար, քիչ հավանական են։ Նախորդ օրերին կային տեղեկություններ մամուլում ու նաև տարբեր քննարկումներ, որ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել Իրանին թիրախավորելու համար, ես կարծում եմ սա նախազգուշական ինչ-որ ազդակեր հենց ադրբեջանական կողմին, որ եթե իրականում այդպիսի գործողություններ իրականացվեն կամ արդեն իրականացվել են, արձագանքը կլինի կոշտ իրանական կողմից։ Նույնիսկ եթե Ադրբեջանը ինչ-որ կերպ արձագանքի այս զարգացմանը, այդ արձագանքը ավելի շատ սիմվոլիկ է լինելու։ Եվ արդեն Հայաստանում են մտավախություններ հնչում, որ այս իրավիճակը կարող է թրիփ նախագծի ապագան կասկածի տակ դնել։ Կարծում եմ այստեղ խնդիրը ոչ այնքան թրիփն է, ինչքան ընդհանուր առմամբ ապաշրջափակման հեռանկարները տարածաշրջանում, չնայած վերջին շրջանում նույնիսկ իշխանական մակարդակով շատ խոսակցություններ չկան խաղաղության խաչմերուկի մասին, բայց այդ խաղաղության խաչմերուկի գաղափարը իհարկե Իրանի հետ տեղ ունեցող այս զարգացումներով հարցականի տակ է, բազ է, որ նույնիսկ պատերազմը եթե ավարտվի մոտ ապագայում Իրանի շուրջ լարվածությունը շարունակելու է մնալ եւ ընդհանուր առմամբ Հայաստանի հարավային սահմանին այդ ապակայունացումը չի կարող նպաստել ինչ-որ կառուցողական ծրագրերի իրականացմանը հաղորդակցությունների ոլորտում։ Դե այս փուլում փաստացիորեն ամերիկյան ներկայություն այդ հատվածում չկա, այսինքն նույնիսկ այդ հաղորդակցության կառուցման աշխատանքները չեն սկսվել։ Հիմա գնահատման փուլում է գտնվում այդ ծրագիրը։ Այս փուլում ինչ-որ հարվածներ իրականացնել այդ տարածքի նկատմամբ, այդ հատվածի նկատմամբ խիստ տրամաբանական կլինի։ Իսկ պատերազմը Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև 6-րդ օրն է արդեն շարունակվում է։ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, զոհերի կամ վնասների մասին չի հաղորդվում։ Իրանի զինուժը հարվածել է նաև Բահրեյնին, Քաթարին, Դոհայում տարհանվել է ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքի բնակչությունը։ Քուվեյթի ափերի մոտ լցանավի են հարվածել, ինչից հետո նավթի արտահոսք է եղել։ Իսրայելի բանակը իր հերթին լայնամասշտաբ նոր հարվածներ է հասցրել Իրանին, այդ թվում Թեհրանին, թիրախավորելով պետական ենթակառուցվածքները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ շարունակում է քայլերը վերացնելու Իրանի հրթիռային արձակման շարժական հնարավորությունները։ ՄԱԿ-ի տվյալներով Իրանի դեմ պատերազմի միայն առաջին 2 օրերին մոտ 100,000 մարդ լքել է Թեհրանը։ Այս ֆոնին ԱՄՆ Սենատը մերժել է բանաձևը, որ նպատակ ուներ սահմանափակելու ԱՄՆ նախագահի լիազորությունները շարունակելու Իրանի դեմ պատերազմը առանց կոնգրեսի հաստատման։ Մինչ այդ ԱՄՆ նախագահն է խոսել ռազմական գործողությունների մասին։
Մենք շատ լավ ենք գործում ռազմի դաշտում, մեղմ ասած։ 10 բալանոց սանդղակում ես 15 կգնահատեի։ Եվ մենք շարունակելու ենք նույն կերպ գործել։ Մենք ունենք աշխարհի ամենամեծ բանակը եւ շատ լավ դիրքերում ենք։ Իսկ ով հավակնում է Իրանի հաջորդ առաջնորդի պաշտոնին, նրա վերջը եւս մահը կլինի։ Հայաստանում անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դրա ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։ Սա խորհրդի երկրորդ նիստն է վերջին 5 օրվա ընթացքում։ Ըստ կառավարության քննարկել են նաև տրանսպորտային հաղորդակցությունների բնականon գործունեությանն ապահովելու հետ կապված հարցեր։ Արդյոք խոսքը Հայաստան-Իրան սահմանով տեղաշարժի մասին է, չի հստակեցվել։ Այժմ տեղափոխվենք հայ-իրանական սահման ագարակ, որտեղ աշխատում եմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանը։ Ռոբերտ, բարի երեկո, նախորդ եթերաժամին արդեն հայտնեցիր, որ հայ-իրանական անցակետը բացվել է նաև քաղաքացիների համար։ Խնդրում եմ ասա հիմա ինչ վիճակ է այդտեղ, արդյոք Իրանից Հայաստան եկողների մեծ հոսք կա։ Բարի երեկո Տաթևիկ, այո, ճիշտ է, սահմանը մի քանի ժամ առաջ քաղաքացիների համար բացվեց, տարբեր խմբերով մարդիկ անցան, մոտավորապես մինչև ժամը 6:30, եթե չեմ սխալվում, ինչից հետո շարժ չկա, մարդկանց քաղաքացիների հոսք չենք նկատել այստեղ, բեռնատարները շարունակում են գնալ այն կողմ եւ վերադառնալ, սակայն մարդկանց հոսքը այդ 1-2 ժամվա պատուհանից հետո կարծես դադարել է, ամեն դեպքում մենք հենց անցակետի առջև ենք կանգնած, նոր ժամանող մարդկանց չենք տեսել, օրվա ընթացքում մենք տարբեր մարդկանց հետ ենք խոսել, ովքեր Իրանից Հայաստան էին անցնում, մի ընտանիք համարձակվեց եւ տեսախցիկի առջև պատմեց, թե ինչպես են Թեհրանից Հայաստան հասել, պատմում էին, որ Թեհրանում իրավիճակը բավականին վտանգավոր է եւ որոշել են ավելի անվտանգ վայր տեղափոխվել եւ առաջին ընտրությունը հենց Հայաստանն է եղել, այժմ առաջարկում եմ այդ ընտանիքի հետ զրույցից որոշ հատվածներ դիտենք ու կվերադառնանք։ Իրանում ապահով չէ, ամենուր ռումբեր են, դրա համար էլ դուրս են եկել երկրից։ Ես Թեհրանից եմ։ Թեհրանում եւ բնակելի եւ ոչ բնակելի հատվածներ հարձակման են ենթարկվել։ Երևանը մեր առաջին կանգառն է, միգուցե ուրիշ երկիր կամ քաղաք գնանք։ Վերջին օրերին հատկապես շատ էր ռմբակոծությունը, բայց ոմանք լքում են քաղաքը, ոմանք նախընտրում մնալ։ Ինձ թվում է 2-3 ամիս կտևի սա։ Պատճառը, որ մեր ժողովուրդը ցույցի էր դուրս եկել, այն էր, որ մեր երկրում խնդիրներին անհնար է դիմանալ։ Այնքան շատ են խնդիրները, որ էլ դիմանալու չէ։ Փողոցում ջահելներ էին, նույնիսկ պատանիներ։ Այնքան դժվար է տեսնել, թե ինչպես են քո երկրում այդքան շատ մարդիկ մահանում։ Ես իրականում շնորհակալ եմ Ամերիկային մեր երկրի վրա հարձակվելու համար, որովհետև մեր կառավարությունն իսկապես շատ վատն է։ Բայց իմ ու ընտանիքիս անվտանգությունից ելնելով շատ չեմ կարող խոսել, որովհետև չգիտեմ մեզ հետ ինչ կպատահի դատելով իմ տեսածից։ Հիմա շատ մարդիկ են փորձում դուրս գալ երկրից իրենց անվտանգության համար։ Եթե հատկապես պետական ինչ-որ շենքի մոտ ես ապրում, դրանք կարող են ռմբակոծվել։ Մենք խոսեցինք նաև ազգությամբ քուրդ մի տարեց կնոջ հետ, ով նույնպես որոշել է Հայաստանում անվտանգություն գտնել, ասաց, որ 1-2 ամիս այստեղ կմնա ու պատմեց, թե ինչ իրավիճակ էր հենց իր քաղաքում, մանրամասներ ներկայացրեց, դարձյալ մեկ հատված դիտենք։ Բոմբարան میکنن دیگه هواپیماهای آمریکا هواپیماهای اسرائیل هستن Դժբախտաբար ռմբակոծում են ամերիկյան ու իսրայելական ինքնաթիռներ են։ Մենք 3 բուքանում էինք, որտեղ հարվածել էին քաղաքապետարանի շենքին, այն հողին էր հավասարվել։ Շրջակա բոլոր շենքերը վնասվել էին, դռներն ու պատուհանները ջարդվել։ Զոհեր կան, վիրավորները շատ են։ Իրանում վիճակը լավ չէ։ Ես երևի 1-2 ամիս կմնամ այստեղ։ Հայաստան եկողները շատ են։
Իդեպ ինձ մոտ այսօր մի կարճ դեժավյու եղավ, հենց այս կնոջ հետ հարցազրույցի ընթացքում մեկ հայ տաքսիստ տղամարդ եկավ, միջամտեց եւ փորձում էր խոչընդոտել մեր աշխատանքը, որպեսզի հասցնի այս կնոջը քաղաք, հավանաբար Երևան հասցնել եւ իր աշխատանքն ավելի էր կարեւորում, քան լրագրողների աշխատանքը, այնտեղ փոքրիկ վիճաբանություն եղավ, սակայն կնոջ հետ ի վերջո հաջողվեց շատ կարճ հարցազրույց անցկացնել, այդ իրավիճակից մեկ հատված դիտենք։ Լավ եք էլի գնացեք մի խոսանք էլի ախպերարա։ Դուք գնացեք դե խոսացեք։ Ինչ է նշանակում գնացեք։ Գնացեք դե խոսացեք, մենք էլ խոսանք։ Ինչ է նշանակում։ Մենք մարդիկ պատերազմական երկրից եկել են, հիմա ամենաառաջնայինը հիմա մեր հետ խոսելն է։ Մի րոպե խոսենք, էլի ինչի եք խանգարում, չեմ հասկանում։ Հասկացան դուք խոսեցիք, հիմա թողեք մենք խոսենք։ Կարևոր գործ է կան։ Ես նշերը բարձր, բայց ով նշերը բարձր։ Տաթևիկ, ինչպես սկզբում նշեցիր, բեռնատարների համար նախորդ օրերին էլ անցուդարձը բաց էր, սակայն իրավիճակով պայմանավորված ամենայն դեպս անցակետի այս կողմում հայկական կողմում մեծ կուտակումներ կան, այսօր առավոտյան ես անգամ չալարեցի եւ հաշվեցի, որ ավելի քան 100 մեքենա է սպասում իր հերթին տարբեր ազգությամբ վարորդներ են եւ իրանցիներ եւ հայեր, նաեւ վրացական պետհամարանիշներով վարորդների մեքենաների նկատեցի, իրանցիներն էլ պատմում էին, որ անցնող օրերին, քանի որ Իրանում չեն եղել, այնտեղ էլ դե գիտեք կապի խնդիր կա, հարազատների հետ զրուցել չեն կարողացել եւ միայն այստեղ սահմանին մոտ կարողացել են զանգել, 2 բառ փոխանակել ընտանիքի հետ ու շատ անհանգիստ են ստեղծված իրավիճակով, նրանց հետ զրույցներից հատվածներ դիտենք։ Արե, դարաման հաստան։ Մերոնց համար մտահոգ եմ։ Մենք կողմ չենք պատերազմում, շատ երեխաներ են զոհվում, կարևոր վայրերի են հարվածում։ Մենք չենք ուզում, որ պատերազմ լինի։ Հարվածները շատ են Իրանում, ինչ ենք պատմում։ Արե, համ այս տարեֆի Իրան։ Այո, եւ մեր երկրից են հարվածում, եւ Իսրայելից ու Ամերիկայից են հարվածում։ Սիոնիստի Իսրայել ու Ամերիկա ու իná համ միզանան։ باید دیگه از این زورگویی و Անհանգիստ ենք մեր քաղաքի, մեր կանանց ու երեխաների համար։ Ամերիկան ասում է, հրթիռները հարստացված ուրանը, միջուկային զենքը մի կողմ դրեք ու բանակցեք, իսկ Իրանը երբեք նրանց ասացի տակ չի մտնի, չի հանձնվի։ ایران هم زیر بار اونها دیگه هیچ وقت نمیره. تسلیم اونها هیچ وقت نمیشه. ընտանիքի հետ խոսել եք։ Տանեհիկ հա մոդի խոսել եմ, այսօր խոսել եմ, մոդիկա էդի, մոդիկա խոսել եմ, հա։ Ինչ էին պատմում։ Ասում էլ եմ մեկ կալեսա խփում ալ են ես յանը խփում։ Իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանն էր հետևում իրավիճակին հայ-իրանական սահմանին ագարակում, թարմացվող լրահոսը ազատություն.am կայքեջում է եւ սոցիալական մեդիայի մեր էջերով։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Արշակ arczepiskopos Խաչատրյանը կալանքից ազատ է արձակվել վերաքննիչի որոշմամբ։ Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Քաղաքական հայտ ներկայացրած Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ։ Ում սոցհարցումն է իրական Նիկոլ Փաշինյանի, թե Ռոբերտ Քոչարյանի թիմի իրականացրածը, երկու ուժն էլ պնդում են իրենք են հաղթելու։ Դուք այսօր կարող եք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր թոշակների բարձրացումը կապել է իրենց սահմանած պարգևավճարների հետ։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանն այսօր վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել եւ մոտ 2 ժամ առաջ լքել ԱԱԾ մեկուսարանը։ Արշակ arczepiskoposը կալանքի տակ մնաց ուղիղ 3 ամիս, նրա դեմ քրեական գործ էր հարուցվել 2018 թվականին ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնելու մեղադրանքով։
Ընդհանրապես ես հիշում եմ, որ կալանավայրերը ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ, ուրախ եմ ասելու, որ ես անուղելի եմ մնացել, չեմ ուղղվել այդ առումով, իմ հայացքների, իմ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։ Այն ամենը, ինչ որ վերագրվել է ինձ, վերագրվում է բացարձակապես կապ չունի իրականության հետ եւ ընդամենը փորձ է ահաբեկելու, փորձ է վախ ներշնչելու, որը իհարկե որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Ուրախ եք, որ մեկուսարանում չեք այդպես։ Ես մեկուսարանում էլ ուրախ էի։ Հասուն Բագրատ Սրբազանը մնաց միայնակ, շատ սրբազան։ Այո, ամենա մեծ ափսոսանքը նաև այս պահին այդ է ինձ համար, որ Բագրատ Սրբազանը խցում առանձին մնաց եւ ուզում եմ, որ ամենքս էլ աղոթենք Բագրատ Սրբազանի հոգու ամրության, պնդության համար, որը իհարկե այս ընթացքում չի պակասել, ես կարող եմ ասել, եւ Աստված տա մի օր մենք բոլորս մեր համար ցանկությունների արդյունքը կտեսնենք։ Մի բան գիտեմ, ասեմ, ավարտենք, վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Սրբազան բանտով, մեղադրանքներով, օրինակ, չգիտեմ, գործերով քրեական հոգևորականներին, այդ մեթոդը հոգևորականներին ճնշելու առումով աշխատում է, ուզում եմ դրա մասին։ Ես մի բան կարող եմ ասել, որ Գրիգոր Լուսավորիչը, իհարկե որևէ մեկս հավակնություն չունենք համեմատվելու Լուսավորչի հետ, մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը 13 կամ 14 տարի խոր վիրապում գտնվեց։ Ձեր կանխատեսումներով կամ ձեր կարծիքով ինչով կավարտվի այս արճակատումը։ Դուք հնարավոր համարում եք, որ կաթողիկոսը կնահանջի եւ որպես հարցի հավելում էլի ի վերջո փոխարանից։ Տեսեք, ես զերծ կմնայի հաղթանակ պարտություն եզրույթների օգտագործման այս դեպքում, այն ինչ որ կատարում է, սա ուղղակի խայտառակություն է, եւ սա չի հարվածում միայն եկեղեցու հիմքերին, հարվածում է պետության հիմքերին, ազգի հիմքերին։ Գիտեք, ազգ, պետություն հասկացությունները որոշակի պարունակություն, բովանդակություն ունեցող հասկացություններ են։ Եվ եթե դրանցից դուրս բերենք կրոնական համոզումը, որոշակի էլեմենտներ, տակը ոչինչ չի մնալու։ Հիմա եթե մենք պիտի համարենք հաղթանակ, որ ժողովրդի կրոնական համոզումի, կրոնական ինստիտուտի ամենամեծ ինստիտուտի նկատմամբ ինչ որ ոտնձգություն է կատարում եւ դա որոշակի հաջողություն է ունենում, դա հաղթանակ է, ես կարծում եմ դա խորապես Պյուրոսյան հաղթանակ է։ Ոչ մի հաղթանակ չի կարող այդպես կերտվել։ Իսկ ինչ վերաբերում է հաստատակամությանը մեր եկեղեցականներին, ամենայն հայոց կաթողիկոսին, ես ասել եմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, որ այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչին որ ես համոզված եմ, հնարավոր չէ, որ հետ քայլ կատարվի եւ նահանջ կատարվի թե կաթողիկոսի կողմից եւ թե այն հոգեվոր եղբայրների կողմից, ովքեր իրենց համոզումները հրապարակայնորեն արտահայտեցին։ Իսկ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշել է, որ գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ 3 ամսից ընտրություններ են, բայց հիմա արդեն իսկ քաղաքական երկու ուժ վստահ կանխատեսում է սեփական հաղթանակը։ Թե իշխանությունը, թե Ռոբերտ Քոչարյանի թիմը պնդում են, որ հունիսի 7-ից հետո իրենք են լինելու հաղթանակ տոնողը եւ յուրաքանչյուրը վկայակոչում է իր պատվերով անցկացված փակ սոցիոլոգիական հարցումը։ Ում սոցհարցումներն են իրական, Նիկոլ Փաշինյանի թե Ռոբերտ Քոչարյանի թիմի իրականացրածը։ Վարչապետը 3 խորհրդարանի ամբիոնից հայտարարեց երկրորդ նախագահի առաջնորդած Հայաստան դաշինքը խորհրդարան չի անցնելու։ Ավելին նկարագրեց հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից հետո ձևավորվելիք նոր խորհրդարանի պատկերը, նշելով, թե ազգային ժողովում կլինեն 2 ընդդիմադիր ուժեր, բայց ոչ Քոչարյանի առաջնորդած ուժը։ Ձեր կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ալնելու, մեկ էլ այնտեղ բանով։ Երրորդ ուժն է, ինչպես ասում են, բանով, դավեսկայով մի հատ է երրորդ ուժը ալնելու, որ դուք չեք լինելու։ Այսօր արդեն կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը տեղեկացրեց այս պնդումն արել է հիմնվելով իրենց կողմից իրականացված հարցումների հիման վրա։ Խնդրեի հստակեցնեք այդ պնդումները ինչպես եք անում։ Այո, ես տեղափոխում եմ հարցումների եւ ինֆորմացիայի բնականաբար եւ առանց դրա չի կարող նման բան հայտարարել։
Երբ են արվել այդ հարցումները, ինչպիսի ընտրանքով, Փաշինյանը չմանրամասնեց, միայն շեշտեց, թե դրանք հրապարակման ենթակա չեն, քանի որ արվել են իրենց աշխատանքային նպատակների համար։ Երկրորդ նախագահի գրասենյակը մինչդեռ հակադարձում է, վերահաստատելով իրենց կողմից վերջերս իրականացված հարցումները տրամագծորեն հակառակ պատկերն են ցույց տալիս։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն այսօր Ազատության հետ զրույցում նշեց, թե հունիսի 7-ից հետո կերևա, թե ով էր ճիշտ ասում, իսկ ով ստում։ Մեր հարցումները ցույց են տալիս տրամագծորեն հակառակը։ Մնացածը հունիսի 7-ից հետո կարելի է հարցնել Փաշինյանին։ Ինչու եք հերթական անգամ խաբում։ Այս դեպքում արդեն ձեր թիմակիցներին։ Ավելի վաղ իշխող քաղաքացիական պայմանագրի հարցումների մասին ակնարկել էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պնդելով, որ երկրորդ նախագահի թիմը հաջորդ խորհրդարան անցնելու խնդիր ունի։ Սիմոնյանը նախորդին արդեն կոնկրետ թվերով է արձագանքել Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանի գրասենյակին խորհուրդ եմ տալիս ավելի զուսպ լինել եւ մեծ չխոսել, քանզի այս պահին նրա անձնական վարկանիշը որպես գործիչ 3%-ի շրջանակում է։ Իրեն 2021 թվականին քվեարկածների շուրջ 34%-ն այլևս իրեն չի քվեարկելու, իսկ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, ապա հնարավոր ձայների քանակը ներառյալ դաշնակցությունը, ամբողջ արդյունքը հաշված, օգնականներն ու իր գրասենյակի աշխատակազմը ու շենքը միասին մոտ 4% է։ Իշխանության վարկածով, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը դուրս են մնալու հաջորդ խորհրդարանից, ապա միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը եւ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն կմրցեն ընդդիմադիր առաջին ուժ լինելու համար։ Ինչու այդ դեպքում իշխանությունն ազատ չի արձակում տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին, որպեսզի նա էլ Փաշինյանի նման հավասար պայմաններում մասնակցի նախընտրական պայքարին։ Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին վարչապետից։ Մեծ քաղաքականություն նոր մտած միլիարդատեր գործարարին Փաշինյանը հուշեց, թե ինչպես նա կարող է քրեական գործի բերումով ստեղծված այդ անհավասար մրցակցության խնդիրը շրջանցել։ Իմ պայքարի եւ հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը օրինակ իմ սոցիալական ցանցերի էջերն են եւ ուղիղ եթերները եւ կարծում եմ որևէ բան արդեն պրոբացիայի ծառայության բարձաբանումից հետո հասկացանք չի խանգարում որ ուղիղ եթեր մտնի ձեր նշած մարդը, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել նույնիսկ ինտերնետը եւ հեռախոսի չիպը ապահովել։ Իշխանական Սիվիկի հարցմանի պատասխան անցած ամիս պրոբացիոն ծառայությունը նշել էր, թե Սամվել Կարապետյանին չի արգելվում հրապարակային տեսաուղերձներ հղել եւ հաղորդագրություններ տարածել։ Մինչդեռ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը պնդել էր, թե պետք է անտեսել պրոբացիոն ծառայության այդ գրությունը, քանի որ ըստ նրա նման հարցերով զբաղվում է քննչականն ու դատախազությունը։ Գործարարի փաստաբաններն ավելի վաղ ասել էին, որ Կարապետյանին դատարանն արգելում է հրապարակային հայտարարություններ անել։ Լռեք կլռեք, երբ որ ասում եմ լռեք, ուրեմն պետքա լռեք։ Սա ազգային ժողովի նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, այդ ինչ խոսալու ձև է։ Մի հատ վերջացրեք այս սկանդալներ սարքելը։ Ընտրություններին ընդառաջ իշխանություն, ընդդիմություն, լարվածություն նոր օրի ավելի է մեծանում, իսկ բառապաշարն ավելի կոշտ երանգներ ստանում։ Իշխող ԿՊ-ի պատգամավորներն այսօր խորհրդարանում խոստանում էին հունիսի 7-ի ընտրություններում ոչ միայն հաղթել, այլև սահմանադրական մեծամասնություն կազմել եւ ետ բերել նախկինների թալանածը։ Ընդդիմությունը մինչդեռ զգուշացնում էր հունիսի 7-ին ժողովուրդը վերջ է դնելու ԿՊ-ի ստի եւ ատելության իշխանությանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ին պետք է ստանա Սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը իր այդ 200 միլիոնը, երբ որ դատարանում ապացուցվի, որ ապօրինի ձեռք բերված է, վերադարձնի բյուջե։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ հատ-առ-հատ ըլնեք դուք Քոչարյանի դեմքով, որ չգիտեմ որտեղից եկավ միլիոնատեր դառավ, ըլնի են Կալուգացին, որ չգիտես որտեղից եկավ ու որոշեց, որ պետք է Հայաստանի անկախությունը մատաղանի, ես իմ իր շեֆի առաջ, ըլնի Սերժը իր Թաթոյանով իր այն մեկով, ըլնի են մի մականունավորը, որ մեկը տել ըլնեք, բոլորիդ ուղարկելու է Դոնբաս, հանգստի։ Լավ, այո, հունիսի 7-ը հեռու չի։ Եվ ժողովուրդը իր խոսքը պետք է ասի։ Պետք է վերջ տա այս ստին ու կեղծիկին, այս ատելությանը, որ դուք սերմանել եք, այս թաքնված կոռուպցիային, որ դուք ամեն աստծո առավոտ գործադիրից մինչև ամենավերջին հանրային ծառայողը փորձում եք ներթափանցել այդ համակարգի մեջ։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը դեռևս որոշում չունի մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, թե ոչ, բայց դարձյալ մտածում է իմպիչմենտի իրենց նախաձեռնությունն իրագործելու մասին։ Թեև վարչապետին խորհրդարանում անվստահություն հայտնելու ՀՀԿ-ի նախաձեռնած գործընթացը անցած տարի այդպես էլ որևէ արդյունք չտվեց, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր իր գործով դատական նիստից հետո հայտարարել է, որ իմպիչմենտը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է եւ իրենց ուժերի սահմաններում կփորձեն դա իրականացնել։ Անկախ որևէ հանգամանքից, իմպիչմենտ լինի թե չլինի, ընտրություններ լինելու են մեր հայտարարությունը միասնության մասին է։ Մենք ասում ենք, որ իմպիչմենտը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է։ Եկեք փորձենք, իսկ եթե ասում են չի լինի, հիմա ինչ փորձենք եւ այլն, ու իրենք նմանվում են ամենայն հավանականությամբ այսօրվա Հայաստանի կառավարիչներին, ովքեր ասում են, դե մենք թույլ ենք Ադրբեջանին ինչ ուզում տանք։ Դե չեն ուզում, մենք մեր ուժերի սահմաններում փորձենք իրականացնել։ Ապրիլի 1-ից կառավարությունը որոշել է թոշակները բարձրացնել 10,000 դրամով։ Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս թեմային եւ մինչ ընդդիմությունը պնդում է, որ այս քայլը իշխանության նախընտրական քարոզարշավի տրամաբանությունից է բխում, Փաշինյանն այն կապել է իրենց սահմանած պարգևավճարների հետ։ Ֆինանսների նախարարությունն ի դեպ այսօրվա կառավարության նիստից առաջ մատնանշել է թոշակների բարձրացման բյուջետային ռիսկերը։ Շատ ուրախ եմ եւ կներեք շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետեւ ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն ավ ինձ հնարավորություն է տալիս կներեք պերաշկի ուտել, 1000 ներողություն։ Ցավը տանեմ, լավ էլի, հերիք էլի, ախ ինչ են լավ աշխատել։ Հասարակ մի բան ասեմ, էլի ինչն են լավ աշխատել։ Թոշակառու այս կինը լսել է վարչապետ Փաշինյանի այսօրվա հիմնավորումները, ինչպես ստացվեց, որ կարողացան թոշակներն ավելացնել 10,000 դրամով։ Պարզվում է թոշակ բարձրացնելուն նպաստել են նաև պետական համակարգում բաժանված միլիոնանոց պարգևավճարները։ Պետծառայողները մոտիվացված են աշխատել եւ նախատեսվածից ավելի արդյունք ապահովել։ Գործոններից մեկը, որը բերել են նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից։ Ծիծաղելի է, ում են էշի տեղ դրել։ Նա 2 միլիոն է ստանում, ես թուլափայ բանը ընտրություններից առաջ 10,000 դրամ են շպրտում։ Չտեսնված աշխատել են։ Իսկ ինչու չեն այնքան մոտիվացվել, որ միլիոնանոց թոշակ մեզ տան, իրենք 10,000-ով պարգևատրվեն։ Թոշակառուների մի մասին դեռ զայրացնում է պարգևատրումների թեման, բայց կան տարեցներ, որ վարչապետի պես շատ ուղիղ կապ են տեսնում միլիոնների ու իրենց թոշակի ավելացման միջև։ Տեսնում եմ, որ կյանքն առաջ է գնում, հարկեր-դուրքերը վճարում են բոլորը, ստացվում է բյուջեն գումար կա, մարդիկ օգտագործում են լավ նպատակների համար։ Գտնում եմ, որ պարգևավճարները նորմալ է, եթե վճարվում։ Ու անկախ նրանից իհարկե լավ է, որ էֆեկտ է տալիս, բայց ամեն դեպքում նորմալ է։ Կառավարության այսօրվա նիստի մեծ մասը ավելի քան 40 րոպե կենսաթոշակների ավելացման մասին էր։ Գործադիրի անդամներն այս որոշումը պատմական են որակում, բարեկեցության նոր մակարդակ է ասում են։ Նվազագույն կենսաթոշակը ավել է պարենային զամբյուղից եւ միջին կենսաթոշակը ավել է սպառողական զամբյուղի արժեքից։ Չնչին գումար է, էլի դա թոշակառուներին չի օգնի։ Այս տղամարդը միայնակ է ապրում 66,000 դրամով, պնդում է անհնար է դրանով գոնե սնվել 1 ամիս։ Հիմա ես ստիպված եմ իմ բնակարանը վաճառել, որ ես կարողանամ ապրել։ Այ այդ եմ անում։ Այս կինը կառավարության տված բոլոր հնարավորություններից օգտվում է։ Իմս 59-ն է, ես հետ վճարնել եմ ստանում, դառնում է արդեն 69 է, իմի որ ես 10-ն էլ ստանամ, չգիտեմ 10-ը իմս թե ոնց է, չգիտեմ, էլի բան է, էլի լավ է։ Միևնույնն է ասում է, եթե օգնող չունենար, ինչ բարեկեցություն։ Դժվար կլիներ, դե հիմա ասենք ընտանիքիս անդամները կոմունալներ են ուծում, ես օրական մի հատ հաց, մի հատ բան բոլորիս համար առնում եմ այդպես։ Բարձրացեցին ինչի համար, որ գնանք իրանց ընտրենք իբր։ Դե խաղեր են, առաջինչի չէին տալիս, հիմա որտեղից այդ փողը վերցրեց, ավելի լավ չխոսեմ, էլի, դա կաշառք է, ու վсё։
Որտեղից փող այն էլ միանգամից 78 միլիարդ դրամ թոշակների ավելացման համար հենց այսքան գումար է պետք։ Պարզվում է ֆինանսների նախարարությունն էլ այս առումով հարցեր ունեցել։ Թոշակների ավելացման վերաբերյալ որոշման նախագծի փաթեթում գերատեսչությունն այս քայլը ռիսկային է համարել։ Գրել են ֆինանսավորման աղբյուրները հստակ չեն։ Գործադիրի այսօրվա նիստում փոխվարչապետ Խաչատրյանն ասաց, Ֆիննախի հետ քննարկել են ու լուծում գտել։ Մենք երկու բան ենք անելու, առաջինը հատկացումները կատարելու ենք երամսյակային կտրվածքով լրացուցիչ հատկացումները, որ տարվա ընթացքում ֆինանսական կառավարությունը մշտապես լինի մեր տեսադաշտում եւ խելամիտ կարգավորումների ներքո, եւ երկրորդը վստահ ենք, որ պետական եկամուտների կոմիտեի հետ նաեւ նախապես քննարկումների արդյունքում ձեր իսկ կողմից նշված արդեն ավելի բարձր տնտեսական աճի բազայի վրա նոր հարկային եկամուտների ակնկալիքներ ունենք, որոնք տարվա ընթացքում իրագործվելու են, իրացվելու են։ Որոշ տնտեսագետներ ահազանգում են թոշակների բարձրացման անակնկալ որոշումը, որ բյուջեով էլ նախատեսված չէր, կարող է ռիսկեր ստեղծել, օրինակ գնաճի առումով։ Ավելի արդյունավետ են համարում, եթե աստիճանաբար նախորդ տարիների ընթացքում սահուն ավելանար թոշակը։ Բոլորի շնորհավորում եմ։ Հարցը դրվում է քվեարկության։ Ամեն ինչ կառավարելի է, վստահեցնում են կառավարական կաբինետում։ Այնպես չի լինի, որ փող չգտնեն ու թոշակը չբարձրանա։ Ապրիլի ուղիղ 1-ին 623,353 թոշակառու կստանա 10,000-ով ավելացած թոշակ։ Իսկ ինչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև թրիփ ուղին գործարկելու ուղղությամբ, որը ենթադրում է նաեւ երկաթուղու գործարկում։ Հայաստանի երկաթուղիները Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման տակ են, այս մասով ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդիրներ են ծագում։ Վարչապետը փետրվարին ասել էր, որ հարցը կլուծվեր, եթե Հայաստանի եւ Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գներ Ռուսաստանից երկաթուղու կառավարման իրավունքը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազատությունը հետաքրքրվել է, ինչ փուլում է հարցի լուծումը եւ ինչ արձագանք կա ռուսական կողմից։ Երևանի եւ Մոսկվայի միջև հայկական երկաթուղու կառավարման հարցով այժմ աշխատանքային քննարկումներ են ընթանում։ Կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց մանրամասներ հայտնելու։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Կառավարության ղեկավարը մոտ 3 շաբաթ առաջ էր հայտարարել Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման փաստով պայմանավորված Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում, կորցնում մրցակցային առավելությունը։ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր, թե իր պատկերացմամբ լուծումն ինչպիսին պետք է լինի։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Հայաստանի վարչապետին Ռուսաստանից բավականին կտրուկ էին արձագանքել։ Նախ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովանն էր մեջբերեմ տարօրինակ եւ փոքրինչ անընդունելի որակել երկաթուղու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի մեկնաբանությունները։ Հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր զգուշացրել, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի Դաշնությունից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է մեջբերեմ մեկ գիշերում փլուզվել։ Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ եւ վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում։ Եթե ռուսական կողմում կա ըմբռնում, ինչպես այսօր պնդեց վարչապետը, սա նշանակում է արդյոք, որ Մոսկվան դեմ չէ երկաթուղու կառավարումը փոխանցել այլ երկրի։ Նիկոլ Փաշինյանը չպարզաբանեց, միայն կարճ նշեց, ըմբռնումը թեմայի շուրջ է։ Մոսկվայից հնչած արձագանքներին եւս կառավարության ղեկավարը շատ ընդհանրական պատասխանեց։ Առաջին ռեակցիան մի բան է, երկրորդ ռեակցիան ուրիշ բան է, երրորդ ռեակցիան ուրիշ բան է, չորրորդ ռեակցիան ուրիշ բան է, արդյունքը ուրիշ բան է։
Հայաստանում գործող Հարավկովկասյան երկաթուղին 30 տարի ժամկետով 2008-ից ռուսական երկաթուղին է կառավարում, հավատարմագրային սկզբունքով։ Կառավարումը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն կա։ Եթե Ռուսաստանն այս քննարկումների արդյունքում չհամաձայնի հրաժարվել կառավարման իրավունքից, Հայաստանը պատրաստ է խզել պայմանագիրը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, իհարկե կարող են դա անել, բայց չեն պատրաստվում ռուսական կողմի հետ երկաթուղու հարցով սուր խոսակցություն ունենալ կոնֆլիկտային տրամաբանությամբ։ Միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է։ Պետքա պայմանավորվել, պետքա խոսել, ինչի մենք ես էլ եմ ասում, մեր միջպետական հարաբերությունները, այդ թվում մեր անձնական հարաբերությունները այն թույլ չեն տալիս եւ ընդհակառակ թույլ չեն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով, դրա նպատակն ու իմաստը ես չեմ տեսնում եւ ընդհակառակը մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք։ Հայաստանի վարչապետը, որ 2 ամիս առաջ հայտարարում էր, թե երկաթգծի որոշ հատվածների կառուցման հարցով գրավոր դիմել են Ռուսաստանին, այսօր զարմացավ, երբ հարցրինք Մոսկվային պաշտոնապես դիմել են երկաթուղու կառավարման հարցով։ Ասաց բարեկամական են հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչու պետք է երկաթուղու կառավարման հարցով պաշտոնապես դիմեն։ Մեր մոտեցումը գործընկերային է, եւ մենք խնդիր չունենք ֆորմալացնել անհրաժեշտից ավելի վաղ։ Մենք հիմա մեր գործընկերների հետ աշխատանքային գործընկերային քննարկում ենք անում եւ մեր խնդիրը չէ նամակներով իրավիճակներ ստեղծել, մեր խնդիրն է աշխատում ենք։ Շաբաթներ առաջ հայկական երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու իր պատկերացումներից խոսելիս Նիկոլ Փաշինյանը նաև երկրների անուններ էր հնչեցրել, օրինակ Ղազախստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը։ Լրագրողները այսօր հարցրին, կան տեղեկություններ, որ Քաթարն ու Քուվեյթն այդ օրակարգով քննարկումների դաշտ են մտել։ Արդյոք դա այդպես է։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության չհերքեց, շեշտելով, որ էական է մի բան, այնպիսի երկրի պետք է տրվի կառավարման իրավունքը, որ թեման չսրվի, ըստ երևույթին նկատի ունենալով Ռուսաստանի հնարավոր արձագանքը։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, թարմացվող լրահոսին հետևեք ազատություն.am կայքեջում, հետևեք մեզ սոցիալական մեդիայում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից, հաջողություն։